Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում դերասանուհի Իննա Կարապետյանն է։ Բարի օր, Մեդիահաբի եթերում իմունիտետն է, ես ինչպես միշտ Ռոզիա Ավետիսովաս։ Իմ տաղավարում այսօր կզրուցեմ դերասանուհի Իննա Կարապետյանի հետ։ Ին ողջույն։ Ողջույն։ Ես շատ ուրախ եմ, որ մենք վերջապես իմ տաղավարում կզրուցենք։ Ես սովոր եմ քո տաղավարում զրուցելու քեզ հետ, բայց տան պայմաններում հիմա ինձ համար ճիշտն ասած մի քիչ կոմֆորտ չի, բայց փորձեմ։ Ամեն դեպքում ես ակնկալում եմ շատ անկեղծ զրույց, ոնց որ լինում է սովորաբար մեր զրույցների ժամանակ։ Սկսեմ առաջի այսպիսի հարցից։ Այն Իննանում ես ճանաչում էի, ուներ երազանքներ կինոյի, թատրոնի մասին, բայց այսօր այդ նույն Իննան նաև ակումբում է։ Այդ տարաձայնությունները քո ներսում ակումբի ու թատրոնի միջև դու ինչպես ես հաղթահարում։ Անջատվելով բառի ամենաբուն իմաստով, որովհետև օրվա մեծ մասը ցերեկային ժամերը ես անցկացնում եմ իմ ափսեում, այսպես ասած, ինստիտուտ, թատրոն, նկարահանում, մյուս մասը արդեն երեկոյան ժամերին դու միայն ակումբից ես տեղյակ, ռեստորան, հետո նոր ակումբ եւ անունը դնում եմ, որ պետք է ապրել, զուտ նյութական առումներով պետք է ապրել։ Նաև մանկավարժություն նշեցիր, կա քննադատություն նրա համար քո ներսում ինքդ քո կողմից եւ նաև այլոց կողմից, որ դու եւ դասավանդում ես ինստիտուտում, ինստիտուտներում եւ նաև ակումբում ես աշխատում եւ իրար ինչ որտեղ նաև հակասող հարթակներ են, հա, այսպես ասենք։ Ինքս ինձ քննադատում եմ, չէ, որովհետեւ դժվարությամբ տրվեց այդ միտքը, որ ես պիտի գնամ երգեմ այնտեղ, որտեղ որ ուսանողները գուցե եւ չհասկանան, բայց դրան փոխարինում են, որ անում եմ այնպես, որ ուսանողները դրանով հիանում են։ Ինքերին այնքան լավն է, այնքան սիրուն է, այդ ամեն ինչը անում եմ այն ֆորմայի մեջ, որ չդիտվի, որպես մենք սխալ ընկալում ունենք ակումբային ժանրերի հետ կապված, որ ասում են ակումբ արդեն ամեն ինչ ուրիշ կողմ է տանում, ես մի քիչ ոնց որ այդ կարծրատիպերը ջարդում ես։ Դժվար է տրվել, բայց հա նույնիսկ հումոր ունեմ, ասում եմ Կոմիտասի անվան պետական այդպես։ Բայց մենք մշտապես գնում ենք կենսական պահանջները լրացնելու հետևից, կորցնում ենք մեր ժամանակը, որ ամենաթանկն է, եւ ինչու ոչ նաև մեր թաքուն երազանքները, որոնք մենք ունենում ենք եւ որպես մարդ, եւ որպես կին, եւ որպես մասնագետ։ Երազանքները կոտրվում են, այո։ Ես դրա վառ ապացույցն եմ կենթանի նստած։ Գիտեք, երբ որ գալիս է մի հատ շրջան, որ հասկանում ես, որ մի ամբողջ տուն ընտանիք կախված է քեզանից, եւ հասկանում ես, որ դու պիտի լինես ավելի քան ընտանիքի ամենալավ հայրը, դու հասկանում ես, որ պիտի մի քիչ էլ քեզ նեղություն տաս, բայց ամենավատն է, որ սկսում ես այդ նեղությանը հարմարվել։ Սկզբում ասում ես դե լավ շրջանա անցնենք, հետո հասկանում ես, որ այդ շրջան չի, տենց դու ապրում ես ընդամենը ու հարմարվել ես այդ ապրելակերպին։ Ու հարմարվել ես նրա համար, որովհետև դու ունես ընտանիք, որը պետք է պահել։ Եվ դա պետք է անես մենակ։ Իսկ հեշտ ճանապարհներ, հատկապես փակագծեր չբացեմ, բոլորն էլ տեղյակ են, որ կան հեշտ ճանապարհներ։ Իսկ ես չեմ սիրում այդ հեշտ ճանապարհները։ Ինձ բնությունը այդ շնորհը չի տվել։ Ես գիտեմ այն ժամանակ, երբ դու դեռ ամուսնուդ հետ էիր ապրում, դու իդեալական, այսպես ասած, տան կնոջ կերպար էիր, բայց երբ այդ ամեն ինչը փլուզվեց եւ չեղավ այնպես, ինչպես դու պատկերացնում էիր, դու պետք է սկսեիր զրոյից, թե անձնական կյանքդ, թե գործնական, թե կենցաղային շատ հարցեր լուծել։ Ես ուզում եմ իմանալ կինը այդ ուժը որտեղից է գտնում։ Հիմա վստահ եմ դու կասես ես ունեմ բալիկ եւ մի Անա ինձ այդ ուժը տալիս, բայց գիտեմ որ ոչ միայն բալիկի մեջ է հարցը։
Չէ, դա այդ բնությունը։ Դից ծնվում են եւ ծնվում են հիմնականում այն կանայք, ովքեր որ ասում են ճակատագիր բախտ, ճակատագիրը հետը ծնվում է, տեն չգիտեմ, գուցե ես հենց այդպես ծնվել եմ, որ ես միշտ էլ միջև ամուսնանալն էլ դու շատ լավ գիտես, երբեք չեմ եղել հանձնվողի դերում։ Միշտ ավելի պայքարող եմ եղել։ Իսկ այս դեպքում ես իսկապես զրոյից սկսեցի։ Թե մասնագիտական առումով, որովհետև ես ինստիտուտն ավարտելիս մեր դիպլոմային քննության ժամանակ ես 4 թատրոնից առաջարկ ստացա։ Եվ այդ առաջարկը մերժեցի ինչի համար։ Ասեցի կամուսնանամ, երեխա կունենամ, հետո կգնամ թատրոն։ Հիմա որ թատրոնը այդ առաջարկածներից, որ թատրոնը կասի, վայ Ինա ջան, մենք քեզ էինք սպասում այս վերջին 10 տարին։ Ափսոսում ես դրա համար։ Հա։ Սխալ ընտրություն ես համարում։ Թատրոն չգնալը, հա։ Հիմա ես ինքս չեմ գնում։ Գնամ ինչ անեմ, այս արդեն մեծացել եմ ծառութուփ խաղալու համար, ներմուծվելու համար, ինչ որ պես փոքրիկ դերիկների, մեծամիտ թող չթվա, բայց ես արդեն այդ տարիքում չեմ, որ ես գնամ ինչ որ sense փորձեմ ինտեգրվել արդեն կայացած դերասանների մեջ, ծիծաղելի է հնչում նույնիսկ։ Ներողություն, գուցե մեծամիտ հնչեց, բայց իսկ դու փայփայում ես ընտանիքի գաղափարը դեռ հավատում ես դրան, թե ամուսնալուծության հետ մեկտեղ այդ հավատն էլ է փշրվում։ Ամուսնալուծություն որպես այդպեսին չէ, ժամանակ չի եղել, ես հավատացել եմ, որ լավ ընտանիքներ լինում են եւ ես կունենամ լավ ընտանիք։ Դեռ հավատում ես։ Էլ չէ։ Ապրելով տես ակումբի մասին խոսում ենք, բայց ինձ շատ աչքերս շատ է բացել։ Ես այնպիսի բաներ եմ տեսել, ես այնպիսի ամուսիններ եմ տեսել, ովքեր ընտանիքի ներսում այնքան լավն են, բայց ակումբի մշտական հաճախորդներ են տարբեր մարդկանց հետ։ Այդ ընտանիքի գաղափարը իմ աչքի առաջ փշրվել է։ Ես նույնիսկ տեսել եմ ինձ հարազատ մարդկանց, որ չէի ուզի այդ կարգավիճակում տեսնել։ Իրանք են փշրել։ Իմ ամուսնալուծությունը չէ։ Դու խոսեցիր հանդիսատեսից, որ ունես դու ակումբում, հա, ու երբեմն այդ հանդիսատեսը չի լինում քո երազանքների հանդիսատեսը, որը կգա թատրոն, այլ երբեմն շատ անկիրթ մարդիկ են եւ շատ էմոցիոնալ են լինում, շատ անգամ նաեւ այքո, այսպես ասած, կոմունիկացիան այդ հանդիսատեսի հետ, որը մանավանդ շատ մոտ է լինում քեզ ակումբում։ Ինչպես է այդտեղ, եթե խնդիրներ են առաջանում, այդ խնդիրներին լուծում տալիս եւ արդյոք առաջանում են թե չէ։ Շեշտեցի, չէ, որ ինձանից շատ երկար ժամանակ է պահանջվել։ Հիմա ես կարողանում եմ դա անել ընդհանրապես իմ կեցվածքով, իմ պահվածքով բեմում եւ իմ երգացանկով։ Շատ կարեւոր է, թե ինչ ես երգում։ Որովհետեւ այն ինչ որ ես երգում եմ, դա կսիրեն եւ կլսեն այն մարդիկ, ովքեր ունեն միջինից բարձր ինտելեկտ։ Ըստ դրա կարողանում եմ արդեն կոպիտ ասած վաճառել իմ պրոդուկտը։ Այսինքն ճիշտ ես ներկայանում եւ ինչպես ներկայանում ես, քեզ այնպես վերաբերվում են։ Միանշանակ։ Եթե լինում են մարդիկ, ովքեր որ լինում են ոչ այնքան սթափ վիճակում, որ ինչպես էլ ներկայանաց նա չի գիտակցում, չի տեսնում իր աչքի առաջով, դա հարցի մյուս կողմն է, որին տրվում է այլ պատասխան, որի հետ ես կապ չունեմ։ Փառք Աստծո, անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են, բայց մյուս դեպքերում դա ինձնից է կախված։ Ես ինչ տալիս եմ, դա էլ ստանում եմ։ Վերադառնանք մի փոքր մեր նախորդ թեմային, ամուսնալուծության թեմային, կա այսպիսի ճակատագրի հեգնանք, որ աղջիկը ինչ որտեղ կրկնում է մոր ճակատագիրը։ Ինձ էլի են ասել եւ ոչ միայն տեսախցիկների առաջ, այլ նաեւ կյանքում։ Ախր ես իմ մամայի ճակատագիրը չեմ կրկնել։
Ես այնքան հիմա քեզ չի որ պիտի պատմեմ ընթացքը։ Ես այնքան սթափ վիճակում եմ ամուսնալուծվել։ Այնքան սառը գլխով։ Եվ բավականին սթափել ամուսնացել ես։ Այո։ Իսկ մորս ամուսնալուծությունը абսուրդի ժանրի ա եղել էլի։ Չգիտեմ, այն ինչ որ ինքը չի ներել եւ չի հանդուրժել, ես դա բազմիցս ներել ու հանդուրժել եմ։ Իսկ վաղ կա որ դու աղջիկ ես մեծացնում։ Միշտ։ Ուղղակի ես այնքան ես միտեղ մի անգամ ասել եմ ես սարսափելի մամա եմ։ Ես ինձ թվում է ես ավարտել եմ Տեր-Թոդիկի դպրոցը, ուղղակի չեմ իմացել։ Շատ պահանջկոտ ես խիստ։ Սարսափելի։ Ես մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ լավ հանգստացի Ինա ջան։ Ինքը ընդամենը 6 տարեկան է ու պարտավոր չի կարդա այնպես ինչպես դու։ Պարտավոր չի գրի այնպես ինչպես որ արդեն մեծ տարիքի մարդիկ են գրում սահուն հարթ։ Տարասխալանի, վայ, տարասխալարեց։ Այդ վախ հակո ներսում ենթագիտակցական, որ որևէ տեղ ինքը չսխալվի։ Մենք օրինակը բերում ենք գրել կարդալու վրա, բայց նաև հետագայի համար։ Գուցե այդ վախն է, այդ ենթագիտակցական վախն է, բայց ես միայով հասկացա, որ հետո արդեն ընկերներիս եւ ինձ հարազատ մարդկանց ընտրելու իմ հարազատ մարդկանց ես նոր չեմ ընտրում, էլի դուք բոլորդ հին եք։ Ես բայց միայի միջոցով հասկացա, որ ես իդեալիստ մարդ եմ։ Ես գուցե իդեալական չեմ։ Գուցե որն է ես իդեալական չեմ։ Բայց իմ ընկերները, իմ երեխան, ինձ շրջապատող մարդիկ, իրանք պիտի լինեն իդեալական։ Ես պիտի ոչ մի վարքյան կասկած, ոչ մի վարքյան չմտածեմ, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի պահ իմ ընկերը, իմ երեխան, ընկերոջ վրա եմ օրինակ բերում, որովհետև ես ընկերներիս հանդեպել եմ այդպես։ Եթե իմ պատկերացրած իդեալական մարդը չի, իմ ընկերը չի կարող լինել։ Շատ են ասում, որ աղջիկները տարիքի հետ նմանվում են իրենց մայրիկներին, բոլորս հետո նկատում ենք այդ հատկությունները մեր մեջ, որ տարիքի ընթացքում են, հա, բացահայտվում նաև, սկզբից մենք անդադ տարաձայնությունների մեջ ենք։ Ինչ նմանություններ ունես այսօր Ձինայի հետ եւ ինչ տարաձայնություններ դեռ ունես։ Ոչ մի նմանություն։ Չի եկել դեռ այդ փուլը, բայց կգա ինձ թվում է։ Տարաձայնություններ միշտ։ Ես միշտ համակարծիք չեմ նրա շատ տաք լինելու հետ։ Ինքը տաք մարդ է։ Ինքը նվիրվող, ես էլ եմ նվիրվող։ Ինքը ավելի էմոցիոնալ է, ուղղակի։ Հա, ինքը շատ է տալիս։ Ինքը ամեն ինչի մեջ է շատ։ Շատ է սիրում, շատ է ջղայնանում, շատ է վիրավորվում։ Այդ ամեն ինչի հետևանքները ես եմ կրում։ Իրա վիրավորված լինելու հետևանքները ես եմ կրում։ Ես եմ իրենց փոփում, բայց ամեն անգամ ասում եմ ինչքան կարելի է։ Շուտով կունենաս արդեն կես դարյա պատմություն։ Ինչքան կարելի է։ Նույն կերպ վերաբերել մարդկանց, ասում եմ, երբ որ ինձ տալիս են, այսքան ես ուզում եմ այսքան տամ։ Քավլիցի։ Կարող եմ դրա պատասխանները ես չտալ։ Կա ինչ-որ կերպ, որ հնարավոր է լրացնել հոր ու ամուսնու բացը։ Թե ամեն դեպքում բոլոր փորձերը ինքնախապեյության տարեր են կրում։ Բոլոր փորձերը ինքնախապեյության տարեր են կրում, ամեն մարդ իր տեղում է։ Ոչ մեկը չի կարող լրացնել։ Հիմա երբ որ դու ուզես քո տան խոհանոցում նստել ու ինձ հետ զրուցել, որը տևում է ամենակիչը 3 ժամ։ Իմ փոխարեն ուրիշ մարդ կարող է դա անել քո հետ։ Ոչ։ Շատ կենցաղային օրինակ եմ բերում։ Էդ էլ եմ շատ երկար փորձություններից հետո հասկացել, բայց երբեք չեմ փորձել, օրինակ հորս բացը երբեք ոչ մեկով չեմ փորձել լրացնել։ Ես պապիկ ունեմ ու հայրիկ եմ ասում, ինքն ինձ մեծացրել է, բայց գիտակցել եմ, որ ինքը իմ պապիկն է։
ես չեմ ունեցել այդ խնդիրը, որ հայրիկիս փոխարեն ինչ որ մեկը լինի, չի կարող ինչ որ ինքը կա։ Այդ մարդը ողջ է։ Ով կարող է գա իր փոխարեն։ Եվ եթե անգամ ողջ չլիներ, միևնույնն է չէր հնարավոր չէր լրացնել։ Իսկ ես համարում ես մարդ, որը սովորում է իր սխալների վրա։ Հա։ Հա, ես նույն սխալը երկրորդ անգամ չեմ կրկնում։ Եվ այդ է իմ մենաշնորհը, որ չեմ ներում։ Որովհետև եթե ես դա կարողանում եմ անել, ես էլ չեմ ներում երկրորդ անգամ։ Ու միշտ ասում եմ, եթե առաջին անգամ սխալվում են, հնարավոր է չեն հասկացել։ Երկրորդ անգամ դիտավորյալ են անում։ Որովհետև այդ սխալվելու պահը ամեն վարքյան գալիս է։ Իսկ դիտավորյալ թե գուցե ինքը հենց այդ տեսակն է, ոչ թե դիտավորություն է, այլ ուղղակի բնավորություն։ Այդ դեպքում եթե սխալվում ու ասում է ես հասկացել եմ իմ սխալը, պիտի չասի, որ հասկացել է։ Մարդ իր խոսքի տերը պիտի լինի։ Հատկապես եթե դա տղամարդ է։ Խոսենք մի քիչ մանկավարժությունից։ Ովքեր են հիմա գալիս, այսպես ասենք, մեզ փոխարինելու նոր սերունդը, ում դու դասավանդում ես, ու ինչ երազանքներ իրենք ունեն։ Շատ տարբեր։ Ռուզիմ կյանքում եկել է այն շրջանը, որ ես ասում եմ, մեր ժամանակ էսպես չէր։ Այ երբ որ ես էի ուսանող, էսպես չէր, այ երբ որ Վանաձորում ուսանողներս երազում են թատրոնի մասին։ Քնում ու արթնանում են այդ գաղափարով, որ իրենք թատրոն են գնալու։ Իրենց մասնագիտությանը նվիրված են շատ, աշխատում են շատ։ Նույնիսկ զարմանում են մյուս իմ գոլեգաները, որ ասում են, երբ բացում ենք Ինայի լսարանի դուռը, երեխեքը փորձ են անում ու տպավորություն է, որ դասախոս կա լսարանում։ Իրենք են ուզում։ Դա չես կարող վզից բռնել ու ստիպել, որ ինքը դառնա մասնագետ, ինքը եթե չուզեց։ Իսկ Երևանում այդպես չի։ Երևանում այլընտրանքը շատ է։ Ես այդ հասկացա, որ ընդհանրապես խնդիրը զբաղվածությունն է։ Վանաձորում այլընտրանքը շատ չի։ Իրենք ունեն նպատակ, որ պիտի գնան ու ընդունվեն թատրոն։ Իսկ Երևանում 1000 գործ կա։ Իսկ Երևանում դասախոսները չեն կարողանում ամեն դեպքում վարակել ուսանողներին այդ սիրով թատրոնի հանդեպ թեկուզ։ Եվ կարողանում են եւ ոչ, որովհետեւ հիմա դասախոսական մեծ տարբերություն կա։ Հիմա Վահե Շավերդյան չկա։ Հիմա նույնիսկ Նիկոլայ Ծատուրյան չկա որպես այդպիսի։ Նիկոլայ Ծատուրյանը հիմնական կուրս չունի ինստիտուտում։ Նիկոլայ Ծատուրյանը դասավանդում է հեռակա կուրսերում։ Դասախոսների սերնդափոխությունից ամեն դեպքում գոհ չես։ Միշտ գոհ եմ, որպես երիտասարդ դասախոս ինքս միշտ ունեցել եմ այդ կռիվը, որ ասել եմ տեղ տվեք երիտասարդներին, բայց երբեք չեմ ասել իմ ձեռքով կողք նետեք այն սերնդին, որոնցից ես եմ սովորել։ Դա չեմ ընդունում։ Դրա հետ չեմ հաշտվում ոչ մի կերպ։ Ես վարպետներ եմ ունեցել, որոնց շողքը ինստիտուտում շատ կարևոր է։ Որ վաղը իմ սերունդներին ասեմ, այն կինը, որ ինստիտուտով քայլում էր, դուք բոլորդ ասում եք ինքնով, ինքն ինձ դաս է տվել։ Ու նույնը Նիկոլայ Ծատուրյանի հետ կապված, ես սարսափելի եմ ցավում։ Ես առաջարկ եմ ստացել ու ինձ խրատել, ասել են ինչի ես այդքան պայքարում Նիկոլայ Ծատուրյանի համար, քեզ համար ասա, ստլեմ լուրջ, իմ ձեռքով իմ վարպետին հեռացնեմ, այդ հարցի բարոյական կողմը ո՞րն է։ Իսկ քո մասով ինչ պետք է ասեիր, եթե ասում են քո մասով ասա, այսինքն ինչ հեռանկարներ ունի օրինակ այնտեղ դասախոսը քո պես։ Որ անցնեմ արդեն ոչ թե որպես ասիստենտ, որպես բեմական խոսքի մասնագետ եւ այլն, այլ արդեն կուրսի մասին մտածեմ։ Դա էլ է անբարոյականություն։ Ինձնից ինչ կուրս հավաքող։ Ես ռեժիսոր չեմ, ես դերասանուհի եմ։ Հա,
ես կարող եմ տալ, իսկապես ես կարող եմ տալ ուսանողներին այն կրթական մակարդակը, որ իրենք դառնան պրոֆեսիոնալ դերասաններ, բայց ես չեմ կարող կուրս ղեկավարել եւ լինել մի մոտավորապես 20 հոգի երեխաների ճակատագրի տեր։ Ես ոչ բեմադրություն կարող եմ անել, որը կլինի հավուր պատշաճի։ Ոչ էլ կկարողանամ այդ երեխեքին վաղը ինչ որտեղ ասպարեզում ճանապարհ հարթել։ Մեկը լինի ինձ համար ճանապարհ հարթի։ Դա անբարոյականություն է։ Անբարոյականություն է ասել, որ այո, ես ուզում եմ կուրս հավաքել, նայում ես կուրս հավաքող մարդ, օրինակ, ու ասում ես, երեխեք, ով է այս մարդը։ Ես 15 եւ ավել տարիներ այս ասպարեզում աշխատող մարդ եմ, չեմ ճանաչում։ Նորմալ է, որ չեմ ճանաչում։ Այդպիսի թատրոն չկա, որտեղ որպես հանդիսատես գոնե չեմ եղել։ Չեմ ճանաչում, մարդիկ կան, չեմ ճանաչում, չգիտեմ իրանք ովքեր են, որտեղից։ Իսկ մասնագիտական առումով այն ինչ որ դու անում ես այսօր քո հարթակներում քեզ բավարարում է։ Օրինակ բերենք հեռուստատեսությունը, հա, քանի որ թատրոնում մեծ զբաղվածություն դեռևս չունես։ Նայ, Ռոզիմ, սերիալի իմ կերպարը խաղալու է։ Այդ առումով իմ բախտը բերել է։ Դերն է հետաքրքիր։ Ես խաղում եմ։ Ես խաղում եմ հիվանդություն։ Ես խաղում եմ տարիք։ Ես խաղում եմ մայր, ով գժի նման սիրում է իր երեխային եւ ամեն բան պատրաստ է անել ընդհանուր միջև սպանություն։ Որպես կերպար հետաքրքիր է խաղալ կարողանում են։ Ու մտածում եմ ամբողջ ընթացքում ասում եմ ինչ բախտս բերել է։ Չեմ նեղվում։ Ու հետո Քաջայրը որպես ռեժիսոր հետաքրքիր է, ստացվում է համագործակցությունը։ Կապ չունի որ սերիալ է։ Բոլորս էլ գիտենք որ սերիալը չես կարող համեմատել թատրոնի հետ։ Եվ նաև կինոյի։ Նաև կինոյի։ Բայց եթե աշխատանքը գոնե արվեստի մասին է, դու ուզում ես քո մասնագիտությամբ զբաղվես նույնիսկ սերիալում։ Իսկ երկարատև նկարահանումների process-ը սերիալում չի սպառում, քեզ չի հոգնեցնում։ Այդքան էլ չէ, զարգանում է անընդհատ։ Խոսքս միայն իմ կերպարի մասին է։ Անընդհատ ինչ որ բաներ ալի, նույնիսկ հումոր ունեմ, ասում եմ, մնում է այս Օֆելիան դուրս գա փողոց, ընկնի ավտոյի տակ։ Մենակ էտա մնացել։ Այդ ֆինալում։ Ամեն ինչ արել է այս կինը, ամեն ինչ։ Այս վերջերս փոխվել է կարծես թե քո կերպարը, հա, այդ ակարկոցվող կերպարից մի քիչ ուրիշ կողմ է գնացել։ Ինչպիսին է հանդիսատեսի արձագանքը հիմա։ Հակառակը։ Քարկոցվող կերպարից եկել է երջանիկ կերպար, հանդիսատեսի արձագանքը փոխվել է հակառակ կողմի։ Այսինքն դարձել է բացասական ըստ հեռուստադիտողի, այո։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Երջանկությամբ։ Մարդիկ չեն ներում երջանիկ մարդկանց։ Հատկապես այն կանայք, ովքեր որ հանդուրժում են դավաճանությունը։ Ես դա հասկացել եմ, որովհետև երբ որ Օֆելիան դժբախտ էր, երբ որ իրեն ծեծում էին, ստորացնում, չգիտեմ, ինքը խեղճ, ոչ մի բան չկարողացող, պաշտում էին Օֆելիային, խղճում էին, ինչ մեղք կա այս աղջիկը, մի այսքան լույսի նշույլ կա, որ ինքը երջանիկ կարող է լինել, իր սիրած տղամարդը իր մոտ է, ինքը իր սիրած տղամարդն ուզում է իր հետ ապրի, հասկանում եմ, իր սիրած տղամարդը ժամանակին իր հետ չի եղել, ամուսնացել է ուրիշի հետ, խնդիրը այդ կարծրատիպն է, որ ամուսնացած տղամարդը ինչ գործ ունես դու իր հետ, չեն դիտարկում, թե ամուսնացած տղամարդը լինելով ամուսնացած ինչի անգել իր առաջի սիրո հետևից, քննադատում են, թե առաջին սերը ինչի է այդ տղամարդուն ընդունում։ Ամեն դեպքում մեր հասարակությունը տղամարդու արարքները թեկուզ սերիալային կերպարի հայ արդարացնում է, բայց չի արդարացնում երբեք կնոջը, անգամ եթե այդտեղ խոսքը սիրո մասին է։ Այո, երջանիկ լինել չի կարելի։
Չի կարող կինը հատկապես։ Այո։ Կնոջ երջանկությունը կինը ինչ չի ներում, դիմացի կնոջ գեղեցկությունը։ Եվ ավելի քան չի ներում, երբ որ այդ կինը մի քիչ էլ երջանիկ է լինում, բա որ հաջողակ է լինում։ Վերջացավ։ Դառնում է ազգի անբարոյականը։ Իսկ դու ինքդ բախվում ես նման խնդիրների հետ։ Նախանձի, չներվելու, քո հաջողությունը այն տեղերում, որտեղ դու հաջողել ես, հանդիպել ես այդպիսի բանի, որ քեզ չներեն դրա համար, որ դու այո հաջողել ես։ Շատ է լինում, բայց իմ վերաբերմունքը դրան մի քիչ այլ է։ Ես դրան հումորով եմ վերաբերում։ Եվ այսպես ժամանակ առ ժամանակ ինձ վիրավորած ու միշտ որպես կանոն ինձ վիրավորում են մեջքի հետևից։ Դեռ չի եղել ինչ որ մեկը իմ կյանքում, որ կանգնի նայի աչքերիս մեջ ու ինձ ասի, որ դու այս ինչ բանը արել ես, ես դա չեմ ընդունում։ Ես դա միշտ ուրիշ տեղից լսում եմ։ Եվ քանի որ ես չեմ կարող դա անել այնպես, ինչպես որ ինքն է արել, փոխանցելով, ես մի գեղեցիկ օր թեկուզ տարիներ անցնեն, շատ հիշաչար եմ իմիջայլոց։ Տարիներ անցնեն, ես այդ մարդուն կարող եմ հանդիպեմ, ժպիտով ասեմ, բայց իմացար, սենց բան արեցի, դրա համար հաջողությունս բացվեց։ Ու այդ մարդու դեմքի գույնից, հայացքի փախնելուց հասկանում եմ, որ չէ, իմ ականջին ճիշտ է հասնում միշտ։ Ինչի դիմացից չեք կանգնում ասեք, լուրջ այդքան վախենալու է։ Ինչ պիտի անեմ։ Դե մարդիկ սիրում են ասեկոսեներ, ամբողջ հետաքրքրությունը դրանում է, որ ոչ թե ասվի քո դիմաց, այլ ասվի քո մեջքի հետևում, ամբողջ այդ հաճույքը հենց այդտեղ է, այդ փաստի մեջ է կառնում։ Ես չեմ կարողանում, չգիտեմ, ես չեմ ընկալում դա։ Ես էլ եմ մարդկանց մասին կարծիքներ հայտնում։ Բայց առաջինն այդ մարդուն եմ կարծիքս հայտնում, հետո պատմում եմ, թե այդ մարդուն ինչ եմ ասել։ Եկեք ինձ ասեք, հետո ուր ուզում եք պատմեք։ Իսկ շատ է դատապարտվում նրա համար, որ հիմնականում շատ անկեղծ է մարդկանց ասում հենց իրենց կարծիքը, իրենց մասին կարծիքը։ Դրա համար շատ է բախումներ ունենում, որ ասում են, այսպես խոսք կա, չէ, լեզվի տակ ոսկոր չկա, այդպես մի անգամից։ Դա իմ հասցեին շատ է հնչում իմիջայլոց։ Գիտես, ես արդեն անցել եմ, այդ տարիքն եմ անցել։ Այն ժամանակ շատ, որովհետև մի քիչ հնչում էր այդ ամեն ինչինը, այն որ մի մատ երեխա է, ինչ բարձր կարծիքներ է հայտնում։ Հիմա այլևս չի հնչում։ Ու ինձ իմ վարպետ Նիկոլայ Ծատուրյանը մի օր ասեց, ես շատ նեղված, ասեցի ինձ անընդհատ դրա համար ես չեմ կարող մարդկանց գցնել։ Դա էլ է բնություն։ Չի տրվել հիմա ինչ անեմ։ Ես չեմ կարող մարդուն ասեմ, վայ, ինչ լավն ես, բայց ես մարդուն չսիրեմ։ Ես այդ մարդուն չեմ սիրում։ Չեմ վիրավորում, բայց չեմ սիրում։ Հիմա ինչ կարող եմ անել, չեմ կարող ժպտալ։ Ասեց հենց հաղթես, էլ չեն դատի։ Ես հիմա դրա պրակտիկ կիրառումը ինձ վրա զգում եմ։ Էլ չեն դատում։ Այ հիմա մարդիկ հարմարվում են, որ ես կարող եմ նայել մարդու աչքերի մեջ ու ասել, գիտես, քեզ հարմար է, որ դու տականք ես, օրինակ։ Կամ բացատրեմ ինչի եմ այդ կարծիքի ու օրինակներով։ Քեզ լավ ճանաչելով գիտեմ, որ շատ հարցերի շուրջ դու երբեմն շատ ցինիզմով ես մոտենում այդ հարցերին ու այսպիսի մի հարց է, ցինիզմը իրականում շատ դեպքերում լինում է ինքնապաշտպանական բնազդի արտահայտում, այսպես ասած։ Ամենաճիշտ բառը դու գտար, որովհետև մյուսներն ասում են Ինայի սարկազմը, ես ասում եմ ժողովուրդ, բա որ սարկազմի տիրապետ է, ինչ կլիներ, սա սարկազմ չէ, սա ցինիզմ է։ Որովհետև հարցը միակն է, որ կարող եմ ինձ թույլ տալ դա քեզ ասել, այն էլ եթերում։ Հա, գուցե։ Չէ, գուցե չէ, հաստատ։ Իսկ ինձ հետո ոչ մեկ չկրկնի, խնդրում եմ։ Բաներ կան, որոնք որ ուրիշ ձև չեմ կարող պատասխանել, որ դիմացինս չվիրավորվի։ Որովհետև երբ որ հարց է հնչում, օրինակ, չգիտեմ, բայց իմացար, այս ինչ մարդը քո մասին ասեց, որ դու
չգիտեմ, նկարահանվում ես սերիալում, գնում ես ակումբում աշխատում ես, գնում ես ռեստորան, հետո գնում ես ինստիտուտ, այդ ընթացքում դու իմ հասցեին դա հնչել է։ Այդ ընթացքում դու խոսում ես նրանից, որ դու որպես մայր։ Այսինքն եթե ես ունեմ այդ զբաղվածությունը, ես որպես մայր կարող եմ ինչ-որ կերպ մի վայրկյան անգամ իմ երեխան չի զգում իմ բացը։ Ու դրա հիմա անցա սրան, բայց պատասխանեմ, թե ես այդ հարցին ինչպես եմ պատասխանել։ Հարցրել եմ, թե ով է դա ասել։ Պատասխանը լսելուց հետո ասել եմ փառք Աստծո, որ ես ասում եմ գոնե ես որպես մայր։ Իսկ այդ խոսակցությունը բարձրացնողն իր կյանքում չի կարող ասել ես որպես մայր։ Եվ այո, թող չար չհնչի, կանայք կան, որոնք պետք չի որ մայրանան։ Եվ երեխաներ կան, որ պետք չի որ ծնվեն։ Թող չար չհնչի։ Բայց ես շատ իրատես մարդ եմ։ Ասում են մայրությունը կարող է կնոջը բարիացնի, չգիտեմ, ինչ որ վնասներ ծնի։ Մայրությունը կնոջ մոտ ծնում է միայն անանձնական սիրո վնասը, ուրիշ ոչինչ։ Եվ միայն մայրն է կարողանում սիրել անձնուրաց։ Դա է միակ առավելությունը մոր։ Որպես կին քո ոչ մի արժեք չի փոխվում։ Եթե դու դավաճան ես, դու դավաճան ես։ Եթե դու ստոր ես, դու ստոր ես, ուզում ես մայր եղի, ուզում ես մի եղի։ Այսքան։ Իսկ ի՞նչն է մեզ բարի դարձնում։ Սեփական անձի հետ խաղաղ ու հաշտ լինելը։ Ընդունելը քեզ այնպեսին, ինչպեսին որ դու կաս։ Երբ որ քեզ ընդունում ես այնպեսին, ինչպեսին որ կաս, դիմացինին էլ ես ընդունում այնպեսին, ինչպեսին ինքը կա։ Արդյունքում դու չես չարանում ոչ մի բանի հանդեպ։ Ես շատ չարանալու թեմաներ ունեմ, շատ։ Բայց ես ընդունել եմ, որ ես կարող եմ մարդու նեղացնել։ Ես ընդունել եմ, որ ես կարող եմ մարդու ճիշտ է ցինիզմի մեթոդով, բայց վիրավորել։ Ես այդ ամեն ինչն իմ մեջ, ինքս իմ մեջ ընդունել եմ ինձ։ Ես հաշտ եմ ինձ հետ։ Այ երբ որ ես ասեի, չէ, դուք սխալվում եք, ես երբեք ինձնից ցինիզմ տեսել։ Երբեք տեսել, որ ես մարդու նեղացնեմ շատ վատ։ Այդ ժամանակ կհասկանայիք, որ այս աղջիկը ինչ խոսում է, սուտ է ասում։ Չէ, ես այս մարդն եմ։ Ես մարդ եմ, ում որ կյանքը անընդհատ խփում է ու մեջքից։ Ամենավատը է դա, մեջքից։ Բայց ես չեմ պատրաստվում կանգնել կյանքին մեջքով ու ասել խփի, հարմար է ինձ էսպես խփի, չէ։ Ինչքան ուզում է թող խփի։ Կա բան ինչի համար դու ափսոսում ես շատ։ Անձնական կյանքում, չէ։ Ընդհանրապես։ Հա, ես ամենաշատը մեր տղերքին եմ ափսոսում, սարսափելի շատ, իսկապես ափսոսում եմ, բառի բուն իմաստով, որովհետև երբ որ հնչեց 5000 և ավել տղա զոհվեցին ոչնչի համար, այդ նախադասությունը ինձ, այդ նախադասությունը ինձ չարացրել է, որովհետև ազգի տերերը դրա մասին խոսեցին, որ ոչնչի համար, որովհետև մինչև այդ նախադասությունը ես գիտեի հայրենիքի համար էր, պարզվեց ոչնչի համար էր, ու սկսեցի ափսոսել, ես շատ մտերիմ ընկեր եմ կորցրել, մանկության, իսկ իմունիտետ ինչի հանդեպ չունես։ Երեխայիս, ամենաթույլ տեղս է։ Ինքը միակ մարդն է, ում համար ես չկա, թե շնչավոր, թե անշունչ,
ոչ մի արարած չկա, ում առաջ կկանգնեմ։ Ցանկացած բան կտրորեմ։ Շնորհակալ եմ, որ իմ տաղավարում էիր ու շնորհակալ եմ, որ հուզելու աստիճան անկեղծ էիր ինձ հետ։ Ես եմ շնորհակալ։ Մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։